Այսօր այդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված ես եւ Վրեժ Կիրակոսյանը եկել ենք ձեզ հետ մեր առավոտը անցկացնելու։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող, այո, օրն աշխատանքային է, իսկ դա նշանակում է, որ Կիրակոսյաններ իրենց առավոտվա եթերը ունեն։ Դե ինչ, մեզ մնում է միայն մաղթել բոլորիս բարի օր եւ մի լավ, գեղեցիկ տեսահոլովակով մեկնարկել եթերը։ Գնանք արթնանանք։ Վերադարձանք տաղավար սիրելիներս եւ երբ մենք ունենում ենք արվեստի բնագավառում նորություն, դա կրկնակի տոն է մեզ համար, այսօր ունենք շատ հետաքրքիր հյուր, խոսելու ենք պրեմիերաներից եւ շտապում ենք ներկայացնել։ Մեր հյուրն է ֆոտոմոդել, ռեժիսոր, դերասան Մեհեր Զաքարյանը եւ հունվարին թատրոն տանիքում ցուցադրվեց Կամիլազար Տիկինը եւ Մայրիկ ես սիրում եմ քեզ երկու հրաշալի ներկայացում նույն ինքը երիտասարդ ռեժիսորի Մեհեր Զաքարյանի ռեժիսուրայով։ Այնպես որ այսօր ունենք հարցեր Մհերին, բարի առավոտ։ Իհարկե Մհերը տաղավարում է, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շատ ուրախ ենք, որ մեր տաղավարում եք, առավոտ շուտ։ Ընդհանրապես ինչպես է սկսում ձեր առավոտները, սուրճ, թե? Սուրճ միանշանակ։ Թարմացնող։ Բայց սուրճից առաջ երևի մեկ բաժակ սառը ջուր։ Շատ բարի։ Հետաքրքիր է սովորաբար մեկ ներկայացում անելու համար բավականին ժամանակ է հարկավոր, այս պարագայում երկու ներկայացում, ինչպես սկսվեց միտքը, որն էր առաջինը, ինչու ընտրվեցին հենց այս գործերը։ Կապված Սարոյանի հետ թատրոնում չկար հայ հեղինակ։ Եվ երևի թե ինձ համար ամենաառաջնայինը դա էր, որ ես ընտրեմ հայ հեղինակի։ Եվ գտնվելով դեռ Մոսկվայում ես ունեցա այդ երկու գրքերը, Մայրիկ ես քեզ սիրում եմ եւ Հայրիկ դու խենթես։ Այո։ Եվ հենց այդպես որոշվեց, որ հենց այդ գործերը պետք է բեմադրվեն։ Իսկ Կամիլազար Տիկինը ես ծանոթացել եմ գլխավոր դերասանուհու Ռոզիա Վետիսովայի հետ եւ որոշումը սպառզ է եղել միանգամից։ Այսինքն դերասանուհուց է եկել այն միտքը, որ այս գործը պետք է բեմադրվի։ Հետաքրքիր է Մոսկվայում գործունեություն ծավալելով որպես դերասան վերադառնում եք հայրենիք եւ զբաղվում արդեն մասնագիտական ռեժիսորավին չստիպեց ձեզ Վերադառնալ։ Վերադառնալ հայրենիք երևի հողը կանչում է։ Բայց մարդիկ շատ դեպքերում երբ հաջողություն են գրանցում այնտեղ ուզում են մնալ։ Եվ որոշում են իհարկե ստեղծագործել այնտեղ, որտեղ Բայց հաջողությունն ունեմ նաև այստեղ։ Ահա, ասեք, որ ողջևորենք հեռուստադիտողներին, որ բոլորը գան եւ ստեղծագործեն, արարեն այստեղ իրական շատ լավ քայլ է կարել։ Այո, օրինակ ոչ միայն ստեղծագործում եք, այլ նաև աշխատում եք, հա, թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։ Այո, դասավանդում եք։ Հենց միանգամից ընդունեցիք առաջարկը, թե եկաք հետո ինչպես ստացվեց, որ որոշեցիք զուգահեռել, հա, այս եւ ստեղծագործականը եւ Եթե անկեղծ առաջարկը շատ ինձ համար զարմանալի էր, բայց իմ մեջ միշտ տեսել եմ դասախոսին եւ լսել եմ նույնիսկ ընկերներից, դերասաններից, ում հետ աշխատել եմ, որ ինձ մոտ հեշտ է ստացվում բացատրել եւ արտահայտել մտքերը։ Այդ իսկ պատճառով երկար չեմ էլ մտածել։ Ու համաձայնել եմ։ Այ Մեհեր, քանի որ երիտասարդ եք, շատ գրեթե սերնդակիցների հետ եք աշխատում, հա, երիտասարդ են նաև ձեր ուսանողները։ Իրենք տարբեր են մեզանից, ձեզանից, թե նույնն են։ Երևի տարբեր են, բայց փորձում ենք գտնել ընդհանուր լեզու, հասկանալ, ինձ հետաքրքիր է թե իրենք ինչպես են մտածում եւ իրենց հետաքրքիր է թե ես ինչպես եմ մտածում եւ փորձում ենք ընդհանուր տարածք ունենալ, որտեղ մենք կարողանանք սովորել մեկս մյուսից։ Ինչպիսին է այսօրվա ուսանողը եւ ինչ առավելություն ու թերություն ունի, որովհետեւ հեռախոսների դարում հայտնի դառնալու ձգտման մեջ գտնել այն իրական արվեստը սիրող մարդուն, ով պատրաստում է նվիրվել բեմին կամ կինոյի աշխարհին, շատ դժվար է։ Եվ այսօրվա սերունդը կարծես թե արժեքային մասով, հա, փոխվել է թե ինչ է ուզում, ինչի համար է ուզում եւ ինչպես է ուզում։ Առավելություն, թերություն։ Իրենք բավականին արագ են մտածում, այսինքն ժամանակի առումով արագությունը շատ ավելի լավ է աշխատում եւ միտքն է շատ ավելի կրեատիվ, կարծում եմ, ժամանակակից հայ երիտասարդության։ Սա առավելություն, իսկ թերություն։ Բարի է մեր Այսօր իրականում ոչ, ես շատ խիստ դասախոս եմ եւ երևի հիմա մենք պատկերացնում ենք, որ դուք շատ խիստ ուսանողները նայելով այս եթերը միանշանակ կզարմանան, ես շատ խիստ դասախոս եմ, բայց սիրում եմ իրենց
եւ փորձում եմ օգնել հասկանալ, որ ճանապարհով գնալ, ինչ ուղղությամբ։ Վերադառնալով ներկայացումների մեր թատրոն տանիքում եք ստեղծագործում, ինքն արդեն յուրահատուկ ֆորմատ է, տանիքը թելադրող իր կողմից ու յուրահատուկ նաև հանդիսատեսի համար։ Որպես ռեժիսոր, ինչպիսին եք դուք, ավելի շատ փնտրում եք հետաքրքիր տրյուկներ, թե ձեզ մոտ կիզակետում դերասանն է։ Եվ այն, ինչպես կարող է ընտրել։ Նախ իսկապես տանիքը որպես այդպիսին արդեն թելադրում է տարածքային առանձնահատկություն եւ ես դա միշտ եմ հաշվի առնում այնտեղ աշխատելուց եւ ինչու ոչ նաեւ դերասանները, որովհետեւ անելով երկու ներկայացում մենք ունենք դերասանական խումբ, որը աշխատում է եւ առաջին ներկայացման մեջ եւ երկրորդ եւ այսպիսի մի շատ հետաքրքիր ընտանեկան միգուցե միջավայր է ստեղծվել եւ մենք յուրաքանչյուրս շատ հեշտությամբ ենք իրար հասկանում եւ վստահում միմյանց։ Այնպես որ մեկը մյուսին չեմ կարծում, որ խանգարում է, նկատի ունեմ ռեժիսորական մտքերը եւ դերասանները։ Իհարկե, իրենք ժամանակ առ ժամանակ ինձ ատում են, բայց կարծում եմ դա տանելի է։ Ունեք ռեժիսոր, որի ձեռագիրը ձեզ համար եղել է կարևոր կյանքում։ Երևի, երբ ես տեղափոխվեցի Մոսկվա, իրենք շատ են այդ ռեժիսորները, դա իմ Մոսկվայի վարպետ Դմիտրի Կրեմովն է, եւ հետաքրքիր մի պատմություն ձեզ պատմեմ, իմ Մոսկվա եղած առաջին իսկ օրը ես գնացել եմ թատրոն եւ դիտել եմ հենց իր ներկայացումը եւ դա որոշակի պատահականության սկզբունքով է եղել։ Այ քեզ։ Հա, եւ հետո տարիներ անց ինքը իմ վարպետն է դառնում։ Հենց ուսանել եք իր մոտ։ Այո։ Յուրի Բուտուսով, Կիրիլ Սիրեբրինիկով, այն ռեժիսորներն են, ում մոտ ես սովորել եմ, նկատի ունեմ նայելով իրենց ներկայացումները։ Այ որպես տարբեր միջավայրերի թատրոն ուսումնասիրած արտիստ եւ ինչպես նաեւ ռեժիսոր, ինչ է այսօր պետք հայկական մեր թատրոնին, որը որ օրինակ եկող սերունդը ձեր միջոցով տալու է։ Ֆանտասմագորիա կարծում եմ, որովհետեւ ժամանակները գնում են առաջ, մենք այսօր ունենք սթրիմինգի հեռուստատեսության եւ մի այլ աստիճան զարգացում եւ հարց է առաջանում, թե ինչու պետք է այսօր մարդը գնի տոմս եւ գա թատրոն, ինչ դիտելու համար։ Ինձ թվում է, որ հենց ֆանտասմագորիան է, որ պետք է աշխատի այսօր եւ կանչի հանդիսատեսին թատրոն, մեկ այլ իրականություն տեսնելու, մեկ այլ, որը մեզ երբևիցե ծանոթ չի։ Եվ դա նոր սերունդն է բերելու։ Հույս ունեմ։ Ունեք սիրելի ներկայացում Հայաստանում։ Հայաստանում։ Այո։ Ճիշտ ասած, շատ չեմ դիտել, դեռ չեմ հասցրել, բայց պատրաստվում եմ դա։ Կարևորում եք դա, որովհետև մեկ այլ բան է բեմադրել եւ կանչել հանդիսատեսին, մեկ այլ բան է ուսումնասիրել ոլորտը եւ նայել տեսնել թե։ Եվ շատ հաճախ դա շատ բարդ է, որովհետև դու ուզում ես նստել եւ նայել որպես հանդիսատես եւ ընկալել որպես հանդիսատես։ Կարողանում եք անջատել այդ ռեժիսորի կնոպկան։ Ոչ։ Քննադատորեն եք մոտենում։ Փորձում եմ, իհարկե թեմայից է կախված, երբ դու նայում ես մի ներկայացում, որի թեման քեզ այսպես թե այնպես ուզում է, միգուցե ավելի հեշտ է, բայց դա գրեթե անհնար է, որովհետեւ դու անընդհատ մտածում ես դերասանական խաղի, լուծումների, ես նույնիսկ շատ սիրում եմ հետևել հանդիսատեսին, դա շատ կարևոր է, թե ով ինչպես է նայում ներկայացումը։ Որպես դերասանուհի չեմ կարող չհասցնել, ինչպես եք ընտրում դերասաններին եւ դա հստակ հիմնական խումբ է, թե կան քասթինգներ։ Իհարկե կան քասթինգներ, տանջելով Կան քասթինգներ։ Փորձելով, տեսնելով, կարծում եմ ընդհանրապես ճիշտ է, ես խոսեցի Կամելիազար տիկնոջ մասին, եւ այնտեղ 100%-անոց կա Կամելիազար տիկինը, Ռոզի Ավետիսովան։ Այո, ես տեսնում եմ Կամելիազար տիկնոջ եւ ներկայացումը արդեն կարելի ասել ստացված է։ Եվ երբ որ կա այդ երբ որ դու տեսնում ես դերասանին, ասում ես այո, սա նա է, ինչ դու փնտրում ես եւ ուզում։ Նոր գործ կա ձեր մտքերում, որ պատրաստվում եք արդեն։ Գաղտնիք է։ Ուզում եք մենք ունենանք էքսկլյուզիվ եթեր։ Ես բացեմ բոլոր փակագծերը։ Եվ թատրոնում կարծում ենք, ինչպես նաև
ինստիտուտում եւս կարծում եմ, չէ՞։ Այո, Երկու միջավայր է։ Այո։ Թատրոնում մենք շարունակում ենք աշխատել եւ համագործակցել։ Անհնար է այնտեղ չլինի նոր բան։ Այո, իհարկե, եւ շատ հետաքրքիր նորություններ են մեզ սպասվում։ Տարվա ընթացքում։ Այո, շատ շուտով։ Պատրաստվում եք արդյոք ներկայացումները ներկայացնել Արտավազ մրցանակաբաշխությանը որպես երիտասարդ ռեժիսոր։ Շատ կուզենայի։ Կամիտում։ Շատ կուզենայի, այո։ Իսկ առհասարակ բացի թատրոն տանիքից հնարավոր է արդյոք ներկայացումը նաև հյուրախաղեր ունենա, թե շատ տիպիկ տանիքի համար է բեմադրված։ Մենք փորձում ենք դա հիմա կազմակերպել, ունենալ, իհարկե, դա շատ կարևոր է, որպեսզի ներկայացումը գնա կյանք ունենա նաև այո, շատ շրջակայում։ Ես մեծ հույսեր եմ կապում մարզերի հետ նաև, որովհետև այն կուրսում, որտեղ ես հիմա կուրսի ղեկավար եմ, ուսանողներից 80%-ը մարզերից են, եւ դա ինձ համար ուղղակի հրաշք է։ Որովհետև մենք շատ խոսում ենք իրենց ծննդավայրերից, թե որտեղից են իրենք եկել, հատկապես առաջին կուրսի, դուք ինքներդ էլ գիտեք, որ առաջին կուրսում մենք շատ ենք ուսումնասիրում մեզ, առաջադրող հանգամանքներում եւ մենք շատ խոսում ենք իրենց ծննդավայրերից, իրենքից պատմում են Հայաստանի այնպիսի տեղերի մասին, որտեղ ես երբևիցե չեմ եղել եւ չգիտեմ, թե դա որտեղ է, ինչ տեսք ունի։ Ինքնաբացահայտում հետաքրքիր։ Այո, այնպես որ իսկապես ես իրենցից նույնպես ունեմ սովորելու շատ բան։ Իդեպ կա միտում ուսանող եւ դերասաններ խառնել ու մի հետաքրքիր բան ստանալ, որ ուսանողներն էլ պրակտիկա ձեռք բերեն։ Իհարկե անպայման դա մտնելու է իրենց պրակտիկայի մեջ քիչ ուշ, դեռ մենք առաջին քայլերն ենք անում եւ սովորում ենք այգու։ Դեռ առաջի կուրսում են։ Այո, իսկ քիչ անց իհարկե անպայման դա պետք է լինի։ Շնորհակալություն Մեհեր, վերջում կուզենայի հարցնել, ինչու պիտի գան եւ դիտեն ձեր բեմադրած ներկայացումները։ Թող գան դիտեն, մենք հետո կխոսենք։ Հետո կխոսենք։ Լավ, ներկա քննարկենք։ Մենք իսկապես ու սրտանց հաջողություն ենք մաղթում ներկայացումներին, որովհետև շատ կարևոր գործերի եք անդրադարձել, դասական թե Սարոյան, թե Կամելիազար Տիկին է, այնպես որ միմիայն ուրախ ենք, որ մեր քաղաքում նոր ու հետաքրքիր գույնով ներկայացումներ են ստեղծվել։ Մենք է կգնանք գնանք անպայման հետո։ Ինչպես նաև նոր միտք ու գաղափար։ Հաջորդիվ կսպասենք նաև քաստինգների։ Այո, անահիտ։ Շնորհակալություն ենք հայտնում քեզ, մաղթում ենք հաջողություններ թե ստեղծագործական, թե նաև ինստիտուտում, այն մյուս ստեղծագործական գործում, որը շատ կարևոր է եւ վստահ ենք, որ այն նոր միտքը, նոր լույսը, որը պետք է գա մեր թատրոն, շուտով կտեսնենք եւ կհիշենք այս եթերը, որ խոսել եք դրա մասին։ Իսկ որպես ֆոտոմոդել շարունակում եք ձեր գործունեությունը։ Երևանում դեռ ոչ, բայց տեսնենք միգուցե։ Հրավերքներ պետք է լինեն իհարկե։ Սպասում եմ։ Այսպիսին էր Մեհեր Զաքարյանը, ռեժիսոր, դերասան, ֆոտոմոդել եւ շատ հետաքրքիր անձնավորություն, ինչու ոչ նաեւ դասախոս ուսանողների համար, այնպես որ գնացեք անպայման այցելեք թատրոն տանիքում, դիտեք ներկայացումները եւ ստեղծեք այդ կապը ձեր ու Մեհեր Զաքարյանի ստեղծած արվեստի միջև։ Այո, ստեղծեք ձեր յուրաքանչյուրը ձեր արվեստը թատրոնի միջոցով, կինոյի միջոցով, գրքեր կարդալու միջոցով, որպեսզի կարողանաք իհարկե բեմադրել ձեր կյանքը, որովհետև կյանքի վերջո թատրոն է։ Իսկ մենք այսօրվա համար նախատեսել էինք այսքանը առնչվեք արվեստի հետ, սիրում ենք ձեզ հետ վրեժն ու Անահիտն էին առայժմ։ Լավ եղեք։